Մայիսի 11-ի ուժգին քամին Երևանում փոշու ամպեր բարձրացրեց, հատկապես մայրաքաղաքի բազմաթիվ շինհրապարակների մոտակայքում էր վիճակը վատ։ Փակ պատուհանների հետևից երևանցիները տեսանկարահանում էին որևէ կերպ չփակված կառուցվող շենքերից ելնող եւ տեսադաշտը փակող փոշու քուլաները։ Սա եզակի դեպք չէ, Երևանում ամեն քամու հետ օդի աղտոտվածությունն ու փոշին իրենց խիստ զգացնել են տալիս։ Հետքն է հաշվել, որ նախորդ տարվա մեծ մասը ավելի քան 10 ամիս փոշու պարունակությունն օդում նորմայից բարձր է եղել։ Երևանի փողոցներում արված փոքրիկ հարցման մասնակիցները եւս ասում են փոշին շատ է։ Ահա որ ամեն օր փոշին բոլորից սկսած մաքրում եմ։ Շատ է փոշին։ Բայց իմ վրա չի ազդում էլի։ Գնում եմ դաչա, բան եմ անում այնտեղ հանգիստ օդը մաքուր։ Դե շինարարությունը միշտ էլ եղել է, բայց տիրություն են արել այդ շինարարության էլի, որ շատ փոշի չլինի ինչ-որ։ Տունը շատ արագ կեղտոտվում է, ոչ մի ձևով լուսամուտ բացել չես կարողանում, եւ բնականաբար այդ օդը շնչում է։ Օդը էլի հենց հերիքուբան շնչում ենք ոնց որ ասած։ Դե ես ինչ հիշում եմ, Երևանը փոշոտ է եղել։ Ես ինչ հիշում եմ։ Փոշին շատ է, շատ շուտ փոշոտվում է տունը։ Բնակարանները ավելի հաճախ է։ Երևի մի ժամ հետո ստուգես արդեն փոշի կա։ Այ մարդ այդ փոշուն կդիմանանք, թող երգիրը մնա։ Անեն կնես, որ մեր երգիրը մնա։ Ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանն ասում է, զանգվածային կառուցապատումը, չփակված շինհրապարակները, ծառահատումներն ու սխալ կանաչապատումն են ստեղծված իրավիճակի պատճառը, որը վտանգում է երևանցու առողջությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտվածությունը որպես անտեսանելի կիլլեր է, ուրեմն բնութագրում Երևան քաղաքում ինչ անտեսանելիության մասին է խոսքը գնում, եթե մենք օրվա ընթացքում մի քանի անգամ կարիք ունենք մեր բնակարաններում փոշու մակերեսը մաքրել, իսկ բաց տարածքներում անհամեմատ ավելի ծանր է իրավիճակը, այսինքն սա խնդիր է, որը անընդհատ սպառնում է երևանցուն, որովհետև մենք շնչում ենք բոլորս նույն օդը եւ ես բազմիցս ասում եմ նաեւ մեր իշխանավորներին, որ մենք այս Սուզանավում բոլորս միասին ենք, այսինքն դուք զոհասեղանին ձեր սեփական երեխաներին եք դրել, հիմա կանգնելու ժամանակ մենք շատ վտանգավոր տեղում ենք գտնվում։ Թեև օրենքը պարտավորեցնում է, որ շինհրապարակները պատված լինեն հատուկ ցանցերով, շինանյութի տեղափոխումն ու բուն շինարարությունն էլ այնպես կատարվի, որ հնարավորինս պակասեցնի օդի աղտոտումը, բայց Երևանում նոր կառուցվող շենքերից քչերի վրա կարելի է այնպիսի ցանցեր տեսնել, որոնք իրոք ծառայում են փոշին դուրս չթողնելու իրենց նպատակին։ Ուղղակի լաթի նման էսպես շպրտում են շենքի վրա, որտեղ կընկնի, այդտեղ կընկնի, այսինքն որևիցե հետևողական գործողությունների մեջ չկա, իմ մոտ տպավորությունն է, որ իշխանությանը սա հետաքրքիր չի։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի խոսքով մայիսի 11-ի փոշին կարճատև քամու հետևանքով էր, որն օդ բարձրացրեց Երևանում շինհրապարակների եւ 15-ից ավելի բաց հանքերի փոշին։ Հանքերի վրա Ավետիսյանն ասում է, քաղաքային իշխանությունները մեծ ազդեցություն չունեն, իսկ կառուցապատողների դեպքում նախատեսում են տուգանքները խստացնել։ Թեև օրենքը հիմա մանրամասն նկարագրում է ինչպես պիտի շինհրապարակը կահավորված լինի, սակայն քչերն են պահպանում կանոնները, գերադասելով տուգանքները վճարել։ 30,000-ից 50,000 էս պահին դառնում է 300,000-ից 500,000, այսինքն 10 անգամ ավելանում է։ Կարծում եք, որ դա էֆեկտիվ միջոց կլինի ստիպելու կառուցապատողներին պատշաճ դա թույլ կտա, որ օրենքով այդ մանրամասն բավականին լավ մշակված կարգավորումները գործեն եւ դա իհարկե կբերի իր հետ դրական արդյունքի աղտոտվածության նվազեցման։ Կարևոր քայլերից մեկը դա է, որտեղ մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ հենց այս մասում բաց գոյություններ կօգնի թե ոչ տուգանքների բարձրացումը իրավիճակի լուծմանը բարդ է ասել, բայց Քրիստինա Վարդանյանն հազանգում է, հարցին պետք է լուրջ, արագ եւ համակարգված արձագանք, թե մայրաքաղաքի կանաչ տարածքները չկրճատելու առումով, թե շինարարությունը վերահսկելու, իսկ մինչ այդ քաղաքացիների համար փոքրիկ լուծում կարող է լինել դիմակը փոշու ժամանակ։